թե իրանք արդեն շարքային հայ քաղաքացու հետ շփվելու եւ նրա հետ որոշակի հարցեր քննալու ժամանակ չունեն, հա, իրենք մենակ ամենաբարձր պաշտոնյաներն, ես գիտեմ, որ լավ հայրապետը նույնիսկ եթե շաբաթը 10 անգամ մեծ սիրով գնում է այցելում նախագահի աշխատակալ եւ հանդիպում նախագահի։ Շարքային քաղաքացի, շարքային հավատացյալներ ուր են մնացել։ Այստեղ անհասկանալի է նաեւ հայրաքելական սուրբ եկեղեցու հոգեվոր առաջնորդների նրանց բանը գործողությունները նախ նրանք էլ պետք է գնային խոսել։ Իհարկե ոչ են կրկնում, սրանք ես ասում եմ այն դեպքում, եթե այդ տղաները իսկապես պատրաստվում էին ինչ-որ բան անել, բայց ես չեմ կարծում, որ այդ ամեն ինչը խոսակցությունների թեմայից ավել էր լինել։ Ուղղակի մեր իշխանությունները ցավոք սրտի չնայած վերևներում թվում է թե չեն զգում, հա, որ իրենց նկատմամբ ինչ վերաբերմունք կա, բայց տեսնում են, որ հասարակությունը շատ բացասական է տրամադրված իրենց նկատմամբ։ Սոցիալական խնդիրները Հայաստանում այսօր գտնվում են ամենածայրահեղ ծանրության։ Տնտեսությունը որևէ կերպ զարգացնել հնարավոր չի։ Արտաքին քաղաքական դաշտում ունեն բազմաթիվ ծաղկումներ։ Ներքաղաքական կյանքում միահեծան իշխանություն վայելող հանրապետական կուսակցությունը ոչինչ անել չի կարող։ Եվ ցանկացած, հա, շարժում, դա կլիներ մինչև այդ Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնած շարժումը, որ հասկանալի է մասշտաբները մեծ էր, այստեղ իշխանությունը գնաց կոշտ մեթոդների։ Լավ, նախախորհրդարանը փոքր միջոցառում, ես չեմ կարծում այդ տղաները կարողանային այն մասսան հավաքել, որ սպառնար իշխանությունների այսօրվա իշխանությանը, բայց ելի գնում են կոշտ մեթոդների, ամենակոպիտ մեթոդների, պատճառաբանելով, որ ազգային միասնությունը ապրիլի 24-ին ուրեմն այդ միջոցառումը հիշատակի օրը չի կարելի փչացնել, երբ որ նայում ես հանրապետական կանայք ինչ են ձևով են իրենց կարելի ծիծեռնակաբերդում, հա։ Հետո սկսում են արդարանալ, թե ասում ենք բարձրացրել, որ տեսնենք ում ձեռքը ծաղիկ կա։ Դե լավ, ծաղիկը հասկացա բարձր, բայց այդ ընթացքում հեռավորոցները որն են։ Այսինքն տեսնում ենք, թե մարդիկ ոնց են իրենք հարգում հիշատակի օրը, բայց հանկարծ մեկ ուրիշների հիշատակի օրը հարգելու այլ ձևի առաջարկմանը ոնց են վերաբերում։